Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ շարունակվում է կուսակցությունների նախընտրական քարոզ արշավը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ Տեր-կանգնիր խաղաղության նկարքախոսի ներքո այսօր քարոզ արշավը շարունակում է իրականացնել Տավուշի մարզում։ Այժմ մենք գտնվում ենք Այգի Հովիտ համայնքում եւ այս պահին ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Պարոն Բագրատյան, նախ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Եվ պարոն Բագրատյան, այսօր քան որ արդեն 21-րդ օրն է քարոզ արշավի եւ աստիճանաբար այն մոտենում է տրամաբանական ավարտին, թերևս այսպես կուզենայի լսել ձեր գնահատական ընդհանուր շփումներից քաղաքացիների հետ, ինչպես է ընթանում քարոզ արշավը ձեր գնահատմամբ եւ նաեւ մթնոլորտը ձևավորված քաղաքացիների տրամադրվածությունը այս ընտրություններին ընդառաջ ինչպիսին է ըստ ձեզ։ Քաղաքացիների տարաբերությունները եւ խորքային իմաստով եւ այսօրեական իմաստով դինամիկ փոփոխությունների են ենթարկվել 21 թվականի համեմատ 26 թվականի քարոզ արշավը էականորեն տարբերվում են 21 թվականին կար որոշակի պատնեշ իշխող քաղաքական ուժի եւ ժողովրդի միջեւ, որը առաջացել էր պատերազմի հայտնի հետևանքներով եւ քաղաքացիները կարծես լարվածություն ունեին իշխող քաղաքական ուժերի շփումներում, որը իհարկե աստիճանաբար հաղթահարվում էր, բայց այս ընտրություններում բոլորովին այլ պատկեր էր, քաղաքացիները ավելի շատ քննարկում էին, ավելի շատ ապրումակցում էին կառավարության իր դժվարությունների հետ կապված, երբ որ նշում էին, որ մենք դժվար ճանապարհ ենք անցնում, քաղաքացիները արձագանքում էին դրական իմաստով, օգնություն էին առաջարկում եւ ընդունում էին խաղաղության օրակարգը։ Ամենակարևորը քաղաքացիների բացարձակ մեծամասնությամբ կարևորում են խաղաղության օրակարգը, որ երկրի խաղաղ պայմաններում հնարավոր է զարգացնել տնտեսություն, զարգացնել առողջապահությունը, կրթությունը, բոլոր ոլորտները կարելի է զարգացնել, եթե խաղաղություն կա։ Եվ սա մեր քարոզարշավի մեխն է։ Մենք հիմնավորում ենք, որ 2 տարի է այլևս որևէ կրակոտ սահմանին չկա եւ մեր զինվորները խաղաղ ծառայում են եւ նաեւ նոր հնարավորություններ են տրվում ծառայության, գիտեք, վերջերս օրենքներ ընդունեցինք, շատ բարձր վարձատրվող զինվորներ ունենք այլևս, որոնք կարող են բնակարան ունենալ եւ այս հնարավորությունները ստեղծվել միայն խաղաղ պայմաններում։ Եվ եթե քաղաքացին վստահ է, որ խաղաղություն կա, ինքը պատրաստ է արարելու, ստեղծելու ցանկացած քաղաքական ուժ, որ կարող է հավակնել մեր հանրության քվեին, նա վստահ կարող ասել, որ քաղաքացին այլևս ըմբռնումով է մոտենում պետական խնդիրներին, պետությունը համարում է իր հոգացության առարկա, չի խորշում քննադատել, չի խորշում հարցերը բարձրացնել, չի խորշում պահանջներ դնել ցանկացած քաղաքական ուժի մոտ եւ այս դինամիկ հարաբերությունները բերում են ինձ այն գաղափարին, այն հույսին, որ կարծես քաղաքացին այլևս պատրաստ է իր վրա իր ուսերին տանել պետության հոգսը եւ իրեն այլևս պետության մաս է համարում, որը ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում։ Պարոն Բագրատյան, տեսեք, հենց նույն խաղաղության համատեքստում մայիսի 28-ին Հանրապետության օրը մենք տեսանք ինչ զորահանդես անցկացվեց Հանրապետության հրապարակում, ինչպիսի նոր զինատեսակներ ցուցադրվեցին, թե հայրենական արտադրության եւ թե նաեւ այլ պետությունների ձեռք բերված, բայց ուշագրավ է, որ տեսեք, օրինակ նաեւ ձեր ընդդիմախոսները ասում են, այդքան քարոզում եք խաղաղություն, ասում եք, որ Ադրբեջանի հետ խաղաղության ենք գնում, նախաստորագրած խաղաղության համաձայնագիր ունենք եւ այլն, բայց ասում են, բա այդ ինչպես եք այսպես սպառազինվում, մի կողմից գնում եք խաղաղության, մյուս կողմից այսպես սպառազինվում եք, ասում են, բա այդ ուր մնաց ձեր խաղաղությունը, այսպես բառացի մեջ բերում եմ։ Եվ նաեւ սպառազինության մասով ներողություն մի հավելում նաեւ, ասում են օրինակ տարբեր զինատեսակներ նախկինում իրենք օրինակ նվեր էին ստանում տարբեր պետություններից կամ անհամեմատ մաչելի գնով էին ձեռք բերում, մինչդեռ դուք հիմա, այսինքն ձեր կառավարությունը, ձեր իշխանությունը հիմա միլիարդավոր դոլարներ է վճարում սպառազինություն ձեռք բերելու համար։ Ձեր հարցերը շատ տրամաբանված են եւ եթե ընդդիմությունը նման հարցադրում ունի, դա լեգիտիմ իրավունք ունեն այդ հարցադրումներին, իրականության մեջ լինելով Ադրբեջանի հետ նախաստորագրած պայմանագրի կողմ, մենք ամենևին չենք բացառում աշխարհաքաղաքական իրավիճակների հետագա զարգացումների մեջ որոշակի խնդիրներ ցանկացած պետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ պաշտպանական մեր ներուժը պետք է անընդհատ բարձրացնենք, որ քաղաքացին եւ պետությունը վստահ լինեն, որ երկիրը պաշտպանված է, դրանք հարձակվողական չեն, դրանք պաշտպանված ավելի շատ ուղղված են երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Այսինքն մենք ցույց ենք տալի մեր ամենաանօթաչությունների վերջի սերնդի արտադրությամբ տեղական
որ մենք պահելու ենք մեր սահմանները անառիկ, որովհետև մեկը չի համարձակվելու ասել այս սահմանները, որովհետև ամեն օր մենք զարգացնում ենք մեր ռազմարտությունաբերությունը եւ այն որ արդեն 170 միլիոն դոլարի պայմանագիր ունենք, արտահանման պայմանագիր եւ այնպիսի երկրներ, զարգացած եվրոպական երկրներ, որ ուղղակի չեմ կարող ասել, որ դա գաղտնիություն ունի, բայց դա ապացուցում է, որ մենք ի վիճակի ենք այս նույնիսկ պետության այս դժվար ժամանակներում, երբ որ գիտենք աշխարհաքաղաքական նաև որոշակի խնդիրներ կան, արտադրել եւ բարձրորակ այնպիսի զինատեսակներ, որոնք հետարքիր են ողջ աշխարհին։ Եվ սա նշանակում է, որ հայ ազգի ներուժը նպատակին օգտագործելու դեպքում մենք կունենանք շատ պաշտպանված երկիր, անվտանգ երկիր եւ դրա հիման վրա այլևս տնտեսությունը, տնտեսության զարգացման արդյունքում արդեն բոլոր ոլորտերը կրթություն, առողջապահություն, տեսակ առողջապահության ոլորտում ինչ հսկայական հեղափոխական փոփոխությունների գնացինք։ Իսկապես քաղաքացին այլևս չի մտածում, որ եթե ես հիվանդանամ, անպաշտպան եմ։ Պետությունը իր կողքին է։ Այլևս պետք չի որևէ մեկից գումար խնդրել, վարկ վերցնել, այլ պետությունը իր կողքին կանգնած կուղեկցի մեր հատկապես կենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար եւ այն մեր քաղաքացիները, որոնց ծնողները այդ տարիքի են, վախենալու հիմքեր չունեն, առաջ վախենում են, որ կհիվանդանա ծնողը եւ միջոց չեն ունենա, դա ողբերգությունը ցանկացած ժառանգի համար, զավակի համար, որ չի կարող իր ծնողներին բուժման համար գումարներ տրամադրել։ Բայց հիմա Փառք Աստծո պետությունը դա վերցրեց իր վրա եւ նաեւ մինչեւ 18 տարեկանների հոգսը նույնպես մեր զավակների, մեր բալիկների հոգսը նույնպես պետությունը վերցրեց իր վրա, դրանք հսկայական ծախսեր են։ Եվ դե կարողացել ենք դրա հետ միասին նաեւ հրաշալի զորահանդես ունենալ, նման հրաշալի զենքեր կարողանանք այս կարճ ժամանակում նաեւ արտադրել, նշանակում է, որ առնվազն մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում։ Մարկո Ռուբիոյի օրերս Հայաստան կատարած այցը նաև բխում էր այդ խաղաղության ընդհանուր տրամաբանությունից, խաղաղության համատեքստից, որտեղ տեսեք այս մասով եւս նորից ընդդիմությունից հայտարարում են, մասնավորապես նաև Հայաստան դաշինքից, թե ամեն կերպ իշխանությունը ցույց է տալիս այսպես բացասական տրամադրվածություն ընդդեմ Ռուսաստանի, ասում են օրինակ մեր արևմտյան գործընկերների, Եվրոպական միության գործընկերների այցերը Հայաստան նման ինտենսիվ շփումները ամենը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարում է, թե պետք չէ, բառացի ցիտում եմ, պետք չէ գազազացնել, հա, այսպես ջղայնացնել Ռուսաստանին, որովհետև դա մի գնացք է, որի տակ ընկնելիս չենք փրկվի։ Ամենևին համամիտ չեմ իր հետ, գտնում եմ, որ մենք Ռուսաստանի հետ որևէ հարաբերություն չենք փչացրել, մենք աշխատում ենք ամեն բոլոր հնարավոր ճանապարհներով թշնամի չունենալ որպես այդպեսին, այլ բալանսավորված հարաբերություններ կառուցել եւ Արևմուտքի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ մեր հարևան երկրների հետ։ Մեր նպատակը որևէ խնդիր չստեղծել մեր պետության նկատմամբ եւ առիթ չտալ թշնամական հարաբերությունների։ Այլ հարց է, որ նույն ընդդիմությունը իր բազմաթիվ կարելի է ասել նույնիսկ առաջարկը ռուսական կողմին, որ իրենց օգնեն համարելով, որ նաեւ ընդգծելով, որ արևմուտքը գործող իշխանություններին է աջակցում, ինչու Ռուսաստանը ընդդիմությանը չի աջակցում, քանի որ իրենց կարծիքով, իրենք ռուսամետ ուժեր են եւ Ռուսաստանի կարծիքով, որ այո, սա պրոռուսական ուժեր են, ինչի պետք է չաջակցեն, որի Բայց արդյոք չի աջակցում, պարոն Բագրատյան, ներողություն, մենք տեսնում ենք նաև հենց Պուտինի մակարդակով ինչպիսի հայտարարություններ են հնչում այս ընտրություններին ընդառաջ իրենց այսպես սաթելայթ կուսակցություններին։ Հենց դա նկատի ունեմ, որ ընդդիմության այդ գայթակղությունը, որ իշխանության հետ պայքարում առաջիկա հունիսի 7-ի ընտրությունում շատ քվե ունենալու նպատակը արդարացնում է միջոցները, Մաքիավելի տեսությամբ են առաջնորդվում, իրենք երկրին վնաս են հասցնում, ընդամենը մի բանով, որ կարողանան, ասենք մեր Ռուսաստանը ունելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Հայաստանի հետ, դնում է որոշակի ապրանքների գծով, որոշակի արգելքներ է կիրառում, որը անթույլատրելի է մեր հարաբերությունների համար, բայց դա ընդդիմության ծանր աշխատանքի արդյունքում ենք ստանում, որը հունիսի 7-ին մեր ժողովրդի կամքով կձևավորվի ընտրություն եւ կավարտվի նաեւ խարդավանքի այդ շղթան։
Իսկ Ռուսաստանի կողմից հենց կոնկրետ այդ գործողությունները դուք էլ հիշատակեցիք, հա, մի խումբ ապրանքատեսակների ներմուծումը ռուսական շուկա, ինչպիսի հնարավոր հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսվարողների համար, մեր շուկայի համար եւ նաեւ Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության վրա, որովհետեւ այսօրվա դրությամբ գաղտնիք էլ չէ, որ Հայաստանի ամենամեծ տնտեսական շուկան, հա, որին առյուծի բաժինը հասնում է արտահանումները, դա հենց Ռուսաստանն է կամ ԵԱՏՄ անդամ պետությունները։ Մենք ինչպես են կարողանալու շուկան դիվերսիֆիկացնել, պարոն Բագրատյան, որպեսզի հատկապես նաև այս ժամանակահատվածում նկատնում արտահանումների, հա, բավականին ինտենսիվ ժամանակահատվածում մեր արտահանողները չկանգնեն լրջագույն փաստերի առաջ։ Նաև տեսնում ենք, թե ինչպիսի իրավիճակ է Լարսում, ռուսական կողմը արհեստականորեն նաև փակում է կամ խոչընդոտներ է ստեղծում հենց հայ բեռնափոխադրողների համար։ Բնականաբար մենք ժամանակավոր դժվարություններ կունենանք որոշակի ապրանքատեսակների գծով, բայց վստահ եմ, որ պետությունը իր հանձնառու մոտեցում քաղաքացու կողքին կանգնելու, տնտեսվարող կողքին կանգնելու իր հանձնառությունը կատարելու է, մենք գտնելու ենք հնարավորություններ նոր շուկաներում կարողանալու օգնել, որպեսզի մենք կարողանանք վաճառել, հատկապես գյուղմթերքի մասին է խոսքը, եւ կարծում եմ արդեն ամսի 7-ից հետո նույն Ռուսաստանի Դաշնությունը նույնպես կլստի սեղանի շուրջ բանակցելու նոր իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ սա երկարատև է, որովհետև սա փոխշահավետ հարաբերություն է, ոչ միայն Հայաստանն է տուժում նման հարաբերությունների վատթարացումից, տուժում է նաև ռուսական կողմը։ Եվ չկա մի հարաբերություն, որտեղ միակողմանելի, բոլոր հարաբերություններում կա երկու կողմ։ Եվ եթե որևէ մեկը քո նկատմամբ կիրառում է որոշակի սանկցիա, դու էլ նկատում ես կիրառում։ Բայց մենք վստահ ենք, որ նման խնդիր չկա, չի առաջանալու, չնայած ընդդիմության մեծ ջանքերին։ Պարոն Բագրատյան, Ռուսաստանը, Կրեմլը, հա, մասնավորապես Մոսկվան չի էլ թաքցնում, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն եմ խնդրում, բայց այսպես ասած իրենց սրտի թեկնածուն չէ բնավ։ Եվ օրինակ հունիսի 7-ին ձեր հնարավոր հաղթանակի դեպքում հետագա գործակցությունը Ռուսաստանի հետ նաև ինչպես եք պատկերացնում։ Մենք միշտ ասել ենք, որ մեր համար չկա պրիորիտետներ, չկա որևէ մի երկիր առավելություն ունենա մեր հարաբերությունների ողջ սպեկտրով, այսինքն մենք հավասարապես պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ աշխատելու, Եվրոպայի հետ աշխատելու, Ռուսաստանի հետ աշխատելու, Չինաստանի հետ աշխատելու, այսինքն մենք գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է լինեն բալանսավորված, որևէ մի կողմ չպետք է առավելություն ունենա, որևէ մի երկիր չպետք է գերիշխող դիրք ունենա մեր քաղաքականության նկատմամբ։ Մենք մեր ազգային պետական Ռուսաստանը անընդհատ սադրում է, պարոն Բագրատյան, Ռուսաստանը անընդհատ սադրում է։ Տեսնում եք, թե Մեդվեդևի, թե Օվերչուկի, թե Պեսկովի, թե անգամ Մարիա Զախարովայի ու Լավրովի շուրթերով ինչպիսի հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ։ Կարծում եմ, որ այդ բոլորը շատ կարճ ժամանակի հետո կվերանան, որովհետև իրենք սիտուատիվ ելույթներ են, նույն հայտարարություններ են անում, բայց ամենայն դեպս Դաշնության նախագահան որևէ կերպ այդ ուղղությամբ որևէ հրաման որոշում չի կայացրել եւ կարծում եմ, որ այս երկրորդ գոտու խաղացողները որոշակի փորձում են իրենց աջակցությունը հայտնել ընդդիմության հայտնի թևերին։ Եվ նաև գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խնդրում եմ ձեր մեկնաբանությունը, որովհետև գազի գնի թանկացումը եւս հա կարծես մտնում են նրանց ճնշումներ բանացնելու զինանոցի մեջ կամ այսպես գործիքակազմերից մեկն է։ Եթե Ռուսաստանը օրինակ նաև փորձի այս մեթոդով, այս ձևով Հայաստանի վրա ճնշում բանեցնել, մենք ինչպես ենք կարողանալու նաև այս առումով այլ ընտրանք գտնել, թե վարչապետ Փաշինյանը թե ձեր այլ թիմակիցներ եղել են հայտարարություններ, որ օրինակ մատնանշել են Ադրբեջանից գազի ձեռքբերում, արդյոք սա հնարավոր տարբերակ է։ Հնարավոր շատ տարբերակներ կան, մենք կարող ենք Ղազախստանից, Թուրքմենստանից նույնպես գազ ներկրել, կոմունիկացիոն որոշակի խնդիրներ կան, որոնք պետք է լուծել արագ ձևով եւ ունենալ այդ այլ ընտրանքները, որևէ խնդիր չկա, ցանկացած երկիր այսօր ձգտում է, որպեսզի էներգակիր վաճառի։ Եթե այդ ապրանք ունես չես վաճառում, որովհետեւ դեր իմաստ չունի քո համար, քո երկրի համար չես վերածում հարստության։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը այնպիսի վիճակում է, որ Եվրոպան հրաժարվել է իր էներգակիրները գնելուց, այսինքն շուկա փնտրելու խնդիր ունի։ Հայկական շուկան կորցնելը չեմ կարծում իրենց համար լավագույն ճանապարհն է, շուկան արագ կլրացնեն այլ երկրները։ Բայց եթե Ռուսաստանը մեզ օրինակ, այսպես ասած, փորձի պատժել գազի գնի թանկացմամբ կամ ավելի լայն, հա, խումբ ապրանքատեսակներ ներմուծումը արգելի ռուսական շուկա, ես ուզում եմ հասկանալ, օրինակ այդ դեպքում Հայաստանը պատասխան ինչպիսի գործողություններ կամ պատասխան ինչպիսի ճակերտավոր պատիժ իր հերթին կարող է ներկայացնել, հա, կամ այսպես ճակերտավոր պատժել ինքն էլ իր հերթին Ռուսաստանին։ Մենք ցանկացած զարգացումների պատրաստ ենք,
մենք չենք ցանկանում այդ մասին բարձրաձայնել, հարգելով մեր հարաբերությունները։ Բայց եթե ռուսական կողմը փորձի շարունակել ճնշումներ գործադրել, կարծում եմ կհետևեն փոխադարձության սկզբունքը։ Եվ վստահ եմ, որ ամսի 7-ից հետո ժողովրդի կամքը տեսնելով ռուսական իշխանությունները կդադարեցնեն այս գործողությունները։ Երևանի պատասխանը նույնպես կոշտ կլինի, պարոն Բագրատյան։ Վստահ եմ, որ ընդհանրապես որևէ երկիր, մեկ այլ երկրի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության արդյունքում ինքը ստանալու է հավասարազոր, եթե ոչ անհամաչափ պատասխան։ Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, որտեղ վստահ եմ, որ այս ժամանակավոր ընդդիմության խաղերի կոնտեքստում են եւ շատ արագ կավարտվի, մեկ շաբաթից կավարտվի այդ ինչը։ Հետեւաբար պետք է շատ ջանք գործադրել այդ ուղղությամբ։